Բարև, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Ստանդարտ եթերներից կրկին անցում ենք կատարելու հարցազրույցի եւ այսօր խոսելու ենք թենիսի մասին ու ոչ միայն։ Խոսելու ենք Անի հետ Ամիրախյան։ Անի ողջույն։ Բարև ձեզ։ Ես ինչպես քեզ ներկայացնեմ, որովհետեւ ես մինչեւ ստեղ գալը ինձ մոտ մի բան այնպեսի տպավորություն էր, որ դու պրոֆեսիոնալ թենիսը արդեն Ֆուտբոլում ասում են մարզակոշիկները կախեց։ Թենիսում ոնց է։ Չեմ կախել ռակետս դեռ։ Ու հələ չեմ պատրաստում կախեմ։ Հաճելի է։ Ես շատ եմ սիրում թենիսը, չգիտեմ։ Չեմ կարող թարգեմ, հա։ Մենք ասում ենք թարգել։ Ու չի ստացվում, հա մարզում եմ, համ թարգել։ Չեմ թարգել։ Ինչով ես զբաղվում։ Այս պահին համ մարզվում եմ, համ մարզում եմ, համ ինչ որ մի ձև հասցնում եմ համատեղել զալում մարզումները, ջիմում մարզումները, որովհետև առանց ջիմի պարապմունքների դաշտում այդքան ժամ չեմ ձգի, հա, դա անհնար է, ֆիզիկապես պրոստը չեմ կարողանա ձգեմ։ Ու այդ ամեն ինչը հետնել փորձում եմ երեխեքի հետ, տուն տեղ, իր ճաշ, այնտեղ աման լվանալ, զախ իրար հետ համատեղել։ Եվ հասցնում ես։ Դե, հա։ Երևի։ Երեխաները ավելի լավ կասի։ Երեխաները ընկալում են, որ դու պրոֆեսիոնալ մարզիկ ես ու էդ ինչ որ աղջիկս ընկալում է մամայական բան։ Աղջիկս ընկալում է, ինքը գիտի որ զգում եմ պարապմունքի, ուրեմն մաման գնում է, որտեվ այսքան տարիների ընթացքում մաման միշտ գնացել է, հա, պարապմունքի, տղաս քանի որ փոքր է, չնայած արդեն իսկ հասկանում այսօր հենց այսօր իմ հետևից դուրը փակեց, ասեց պակա պաչի կարեց, հա, ինձ թվում է ինքն էլ է սկսել ընկալել, որտեվ իսկապես ես առավոտ դուրս եմ գալի, նոր երեկոյան գալիս եմ տուն, ու այդ մի քանի ժամ կարողանում երեխեքին տեսնել։ Անի, ես քո պրոֆեսիոնալիզմը միշտ գնահատել եմ, հիմա հնարավորություն կա ասենց քեզ ասելու, որ համեմատաբար հայ մյուս մարզիկների, օրինակ շատերի մոտ չեմ տեսել։ Հերոստատիտողի համար նաև ասեմ, նրանք ովքեր ես YouTube-ով կդիտեն եւ այլն, բայց երբ քեզ ճանաչել եմ, հետագայում ես տեսա, որ դու իրոք պրոֆեսիոնալ ես մոտենում եւ դրա դրսեւորումներից մեկը այն էր, որ դու սպասում էիր երեխայի ու շարունակում էիր մարզել։ Այո։ 7-րդ ամիսներ դու շարունակում էիր մարզել։ 9-րդ ամիսներ։ Գրողատանի 9-րդ ամիսներ։ Մայիսի 31-ին պարապմունքները վերջացրել եմ, հա, ամսի 1-ին երեկոյան ունեցել եմ երեխայիս։ Երկրորդ երեխայիս, հա։ Առաջինի ժամանակ վազում էի։ Ես մինչև 9-րդ ամիս վազել եմ ու մի ամիս առաջ իմ վերջին 10 կիլոմետրն եմ վազել։ Ես ուզում եմ, քանի որ այդ խոսակցությունը շատ ինֆորմացիա էր։ Հիմա նախ եւ առաջ ես փորձում եմ տեղավորվեմ այդ ինֆորմացիան։ Բայց ամեն դեպքում հայ կանայք մի տեսակ անես տպավորություն է, որ սպորտից շատ հեռու են։ Իրանք իրանց ուզում են հեռու պահել դրանից։ Իրանց մոտ տպավորություն կա, որ պրոֆեսիոնալ սպորտը դա տղամարդկանց համար է, մենք այդ աշխարհի հետ կապ չունենք։ Այո, մեկ խաղան, գործնագործ, բայց դրանից ոչ ավել։ Ինչու է այդպես։ Անի ջան, ինչու է այդպես։ 7 քար։ Հա, կամ օրինակ, բասկետբոլի 7 քար։ Այո, ճիշտ ասած, ով հետևում է իմ էջին, ընդհանուր Instagram-ի ու իմ ընդհանուր բոլոր ընկերները, կանայք, աղջիկների մասն է խոսքը, բոլորը ինձնից օրինակ վերցնում են։ Իսկապես մի հատ օրինակ ասեմ, մի հատ աղջիկ, որին ես չէի ճանաչում, ինքը ինձ follow-էր անում Instagram ու տեսնում էր, որ ես հղի խաղում եմ ու ինքն էր հղի այդ ժամանակ։ Ու ինքը ինձ շատ հարցեր էր տալի, հա, ինչը ինչոց է, ոնց է, ինչքան ես կարողանում խաղաս, ինչքան ժամ ես կարում ակտիվ լինես, ոնց ես սնվում եւ այլն, ու ես յանը անդադ ասում էի, որ պետք չի վախենալ, որ կարա ինչ որ խնդիր լինի, եթե ամեն ինչ նորմալ է, ձեզ բժիշկը ասել է, ես հենց կոնկրետ հղի լինելու համար եմ, հա, ասում, եթե բժիշկը ասել է, որ օքեյ, ամեն ինչ պետք չի վախենալ, մի հատ ավել քայլ անել, վայ աստիճան բարձրացա, վայ այսպես, հա, ու հենց կոնկրետ այդ աղջիկը գնաց, սկսեց ինքը նորից ջիմում սկսեց զբաղվել ու թութու շատ լավ ամեն ինչ անցավ, հա, եւ այլն։ То есть աղջիկները որ տեսնում են, որ ես այդ հղի վիճակում, հա, այդքան բան եմ, իսկ հիմա շատերը սովորում են, որ իսկապես անին անում է, իսկ ինչի մենք չենք կարա անենք, հա, ու ես փորձում էի ահագին հղի ժամանակ Instagram-ով որ վարում էի, շատ գցում էի, որ ես հղի եմ։ Ես ուզում եմ մի հատ գաղտնիք բացես, դա անում էիր նպատակադրված ինքդ քեզ համար պրոֆեսիոնալ տեսանկյունից, թե նաև նպատակ կար այդ հենց այդ գործոնը ցույց տալու, որ կինը կարա հղի ժամանակ մարզել։ Դա հաստատ դա կար, երկրորդ քո ասածը, բայց առաջինը ես դա անում էի, որ հետո շուտ գամ ֆորմայի, որովհետև ես հասկանում էի, որ եթե ես 9 ամսվա ընթացքում ոչ մի ֆիզիկական նագրուսկա չտայի, ես դրանից հետո չեմ կարանալու ինչ որ մի 3-4 ամսվա մեջ ինձ կարանամ հետ բերեմ։ Այսպես ես ունեցա հունիսի 1-ին ու հունիսի 9-ին արդեն խաղացել եմ դաշտում, որովհետև ամեն ինչ լավ էր։ Բուժ կասեց ինչ ուզում ես արա։
Okay, որովհետև ես այդքան ամիս ինձ պահել եմ այնքան ակտիվ, ես 6-7 կիլո եմ ավելացրել ու ես մինուս եմ գնացել իմ ունեցած երեխայից դա մինուս եմ էլի գնացել։ Մինչև հղիության այդ քաշի հետ համեմատաբար։ Հասկացա դա։ Վերահաստատում եմ, որ իմ նախնական կարծիքը քո մասին ճիշտ էր պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, բայց հիմա փորձի բացատրել ինձ թե ինչու անհատական մարզաձևերի շարքում թենիսը մի տեսակ մեր մարզիկների մոտ չի ստացվում։ Պրոֆեսիոնալ մակարդակի մասին ես դու ասում, որտեվ լյուբիցիստի մակարդակի մենք շատ ունենք։ Մեր շատ մոտիկ իմ գործընկերը Էդուարդ Քալանթարյան, ով սիրելա լուրջ զբաղվելա, առասարակ ես շատ ուրախ եմ նրանց համար եւ բոլորի համար, ովքեր որ գալիս են նաեւ մրցաշարերի են մասնակցում, բայց պրոֆեսիոնալ մակարդակում մենք չունենք ինչ որ գոնե որոշ մակարդակի հաջողություններ։ Ես իմ օրինակով ասեմ, իմ papan ամեն ինչ արել, ընդհանուր ամեն ինչ, ինքը вложил всю свою жизнь, հա, այս իմ թենիսի, իմ կարիերայի մեջ, որպեսզի ես առաջ գնամ։ Շատ ծնողներ, որոնք տեսնում են մի երկու մրցում երեխան լավ չի խաղում, 2, 3, 4 մրցում լավ չի խաղում, ասում դե օքեյ, երևի Իրանը չի, բայց այդպես չի, հա։ Հիմա ինչքան որ մարզվում են երեխեքը, ես ասում եմ, դու կարաս 10 մրցում վատ խաղաս, 12 մրցում վատ խաղաս, բայց դու այդ ճանապարհը պետք է անցնես, որ հետո արդեն սկսես քիչ-քիչ level up լինել, հա, որտեվ մինչև այդ ընկնելը չլինի, պրիտոմ ինքը կարա լինի նա դնո, դու սենց դնո ես ընկնում, հա, ես քանի անգամ տենց դնո ընկել, շատ անգամ։ Դա պարտադիր է ցավոտ է դերը։ Ինքը չի լինում ուրիշ ձև, որտեվ դու այդ մինչև չզգաս, դու վերև չես բարձանա, դա տենց է։ Ու շատերը ինձ թվում է հիմա ծնողները չեն ձգում, համ պսիխոլոգիչի չեն ձգում, համ իհարկե ֆինանսապես, բոլորը չեն կարա էլի այդքան ֆինանսներ ներդնեն, թենիսն էլ շատ ֆինանսատար է, ինչպես խնդրեմ հենց այդ թեմային անդրադառնանք, մոտավորապես, որպեսզի մարդիկ էլ պատկերացնեն, թենիսը գեղեցիկ է, հաճելի է եւ մեղմ ասած դիտելու տեսանկյունից, դիտարժանության տեսանկյունից երևի ամենաձգող մարզաձևերից մեկն է։ Այո։ Բայց մյուս կողմից կա այդ ֆինանսականի գործոնը։ Մոտավորապես ինչ ծախսի մասին է խոսքը։ Ամսական թե տարեկան։ Արի ամսականով։ Մենք հայերս ամսական ենք աշխատավարձ ստանում, ինձ թվում է ծնողների համար էլ հասկանալ տեսանկյունից կողմ։ Հաշվի առնելով, որ պրոֆեսիոնալ մարզիկը պետք է ունենա թենիսի մարզիչ, պետք է ունենա ֆիզիոյի մարզիչ, հա, ֆիզիկականի մարզիչ, պետք է ունենա մասաժիստ, հա, այդ 3-ը հաշվի առնելով, պիտի դաշտի փողը տա, էկիպիրովկայի, գնդակների, ընդհանուր ռակետի ստրունաների, որոնք միշտ փրկվում են 2-3 օրը մեկ։ Դա կլոր մոտ մի $5,000 ամսական ծախս է։ Դա առանց տուրնիր գնալու։ Հա, տուրնիր գնալը մտնում է։ Ներառենք էլ տուրնիր։ Այո, իսկ դու պիտի մարզիչի հետը վերցնես, դու մենակ չես կարա գնաս մրցում։ Իմ հետ միշտ papan-ա գնացել, հիմա այս վերջերս է, որ ես տենց մեկ-մեկ մենակ եմ գնում մրցման, բայց դա նույն բանը չի, հա։ Ճիշտ է նա, որ քո գլխին ինչ որ մեկը լինի, ինչ որ մեկն է դա պետք լինի քո մարզիչը։ Չի կարա լինի այն մարդը, որ թենիսից չի հասկանում կամ ծնող, հա, ավելավա լինի ընդհանուր հենց կոնկրետ մարզիչ։ Պետքա դու հələ տանես քո մարզիչին, պետքա ատելների փողը տաս, սնվելը բիլետը, в общем, դա էլ ավելի է, մի 10,000 էլ տեղ է էլի գնում ամսական, եթե հաշվի առնես դա։ Կարելի ասել, որ պատճառներից մեկը, որ թենիսը հայերի մոտ չի ստացվում, դա ֆինանսականն է։ Դա, պատճառներից մեկը դա է հաստատ։ Այո։ Հիմա երբ դու մարզվում ես, տեսնում ես երիտասարդների, աղջիկների, տղաների, կան նրանց թվում այնպիսիք, որոնք որ իրանց տարիքի համար շատ տաղանդավոր է, աշխատասեր են, տաղանդավոր են։ Հենց այսօր մինչև 12 տարեկան աղջիկների ու տղաների մրցումներ մեր մոտ ֆիզիկայում ու երկու երեխա կա բլիզնյաշկեք են, իրանք շատ լավ են, այո, իրանց աչքերում այնց կրակ կա, որ դու տեսնում ես այդ կրակը։ Հիմա ասեմ դες երեխաների աչքերում այդ կրակը շատ չկա, հա, երևի, չգիտեմ, այդ generation-ն է, հա, այդ հեռախոսների մեջ եւ այլն, դրա հետ է դա կապված, բայց իրանց մոտ այնց կրակ կա, որ ես վստահ եմ, եթե ճիշտ ներդնեն երեխեքի մեջ, իրանք կդառնան։ Շատ վստահ եմ իսկապես։ Իսկ ուրիշ գործոններ կան, որ Հայաստանում ու հայերի մոտ չի ստացվում, որովհետև ճիշտ ասած իմ մոտ ընկալում կա թենիսը առանձին վերցրած ինչ որ մարզաձև է, որում հաջողություն ունենալու համար պետք է ասես գնաս ինքը տիեզերք թռնելու պես մի բան է։ Հայաստանում չեն կարա, դա թենիսով չի։ Պետք է գնաս Ամերիկա, Ռուսաստան։ Ոչ, չկա տենց բան։ Ճիշտ մարզիչ է պետք, մարզիչների խնդիրը մեր մոտ միշտ ա եղել, հա, դրա համար իմ հետ օրինակ papan-ա զբաղվել միշտ, որովհետև հասկանում էր, որ չկա տենց մարզիչ, որը ինձ կտա այն, ինչ որ ինձ պետք է առաջ գնալու համար։
Իսկ դու papayi հետ ցիցիպասի պես մեկ տենց ինչ որ լեզվակրվի մեջ դեռ։ Մենք միշտ կրվում ենք papayi հետ։ Papan միշտ կրում էր։ Հիմա է։ Հիմա էլ է papan միշտ կրում։ Papan մի հատ փարզան։ Всё, pap հասկացա։ Այսինքն ինքը ինչ որ մի հատ փաստով հակադարձում է քեզ ու ինքը Միշտ, ինքն էլ է, հիմա արդեն ես էլ եմ հակադարձում, ժամանակին չէի հակադարձում։ Ես էլ հետո ինքն էլ է հակադարձում, հետո տենց գրիվ ենք անում։ Բայց դու փաստարկված բան ես ասում, թե տենց չէ, դու սխալ ես։ Օպիտով, չէ, արդեն ես յան ինչ որ ճիշտ տեխնիկային ինչ որ վերաբերվում է, հա, ես իմ զգացողությամբ ես յան ասում եմ, պապ, ասենք սենց է, չես մո ես գիտեմ, ասենց։ Վերջին տարիներին ի՞նչ է տեղի ունենում հայկական թենիսում։ Խնդրում եմ ներկայացրես։ Մեծ նկատի ունեմ ոչ թե ATP 1000, այլ ինչ մրցաշար կա։ Մի քանի երեխա ունենք հիմա, որոնք խաղում են լավ տղաների մեջ, մինչև 18 տարեկան երեխեքը ֆինալ են խաղացել զուգախաղում Վրաստանում, այս անցած շաբաթ իրանք ունեն պոտենցիալ, հա, առաջ գնալու, այդ մի քանի հոգին է։ Մի հատ 14 տարեկան տղա կա, որը էլի շատ լավ է խաղում, Արնոյա իր անունը, ինքը շատ մեծ պոտենցիալ ունի։ Ես վստահ եմ, որ 10 մի տարի, 2 տարի ու մենք կլսենք էլ իր անունը ընդհանուր Էլինան եկավ паспорт ստացավ Հայաստանում։ Իրա մասին այլ առանձին կխոսենք։ Շատ լավ։ Այդքանը, հələ որ ինչ որ մի քանի երեխա կա, որոնք կարող են մի 2 տարուց ահագին աճել։ Ես դա հիմա տեսնում եմ։ Մրցաշարի տեսանկյունից ես գիտեմ, որ Աղվերանում Ահա, Աղվերանում Լյուբիցկի No, Աղվերանում դա սիրողական մրցում է, սիրողականը մեր համար շատ կարևոր է, կարծում եմ, էլի որ մարդիկ ոգևորվեն։ Սիրողական մեր մոտ ահագին զարգացած է թենիսը։ Ահագին, շաբաթ-կիրակի օրերը դուք ազատ դաշտ չեք գտնի, որտեվ չկա։ Բոլորը գալիս են թենիս խաղալու։ Այդ մակարդակին իսկապես թե Երևանի կորտերը, թե Երևանի 2-3 տարի առաջ, 3 տարի առաջ եւ ռուսները եկան, այդ ժամանակ իրանք ահագին զարգացրին։ Իդեպ սիրողական մրցը, եթե չեմ սխալվում, այդ նախաձեռնողներից մեկը մարդ է, ում անունը ուղակի կապված է այկան տափողակով հոկեյի հետ։ Այո, Պյոտրն է, այո, Պյոտրը ամեն տարի մեծ մրցաշար է կազմակերպում, հենց սիրողական թենիսի, այո։ Պրոֆեսիոնալ, քանի որ հիմա փոխվեց մեր ֆեդերացիայի նախագահը, հիմա Ծաղկաձորի սպորտ կոմպլեքսի ոնց որ տերն է, հա, ինքը, Վարդանը հիմա ահագին տուրնիրներ են կազմակերպում Շամիլ Տարպիշևի հետ, Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահի հետ միասին Ծաղկաձորի կորտերում շատ լավ սարքած կլուբ է, շատ լավ բազա է ավելի շուտ, հա, դա կլուբ չի։ Հիմա 12-ին մայիսի ու մայիսի 19-ին են լինելու, 12-ի ես խաղալու եմ։ Շատ լավ է, որ անցած տարի չէ, այս տարի էլ են կազմակերպել, մի քանի ամիս առաջ են կազմակերպել Չէ, խափում եմ, հոկտեմբերին էր անցած տարվա, կներեք, չեմ խփի։ Հոկտեմբերին էր անցած տարվա, էլի 2 մրցաշար, ու եթե չեմ սխալվում, իրանք զմերնել են ուզում մի քանի մրցաշար անցկացնել, այսինքն ահագին փորձում են զարգացնել։ Իրա միջազգային կարգավիճակը այդ մրցաշարը։ $15,000 общий призовой фондով, դա պրոֆեսիոնալի մակարդակի ամենացածր մակարդակն է, բայց ինքը պրոֆեսիոնալի մակարդակի մրցում է։ Հասկացա։ Կանանց եւ տղամարդկանց իրար հետ։ Հերթով թեմաներով գնում ենք, երևի հաջորդը կորտն է։ Կորտերը Հայաստանում շատ են, քիչ են, բավարարում են, չեն բավարարում։ Հայաստանում վատն են։ Որակապես։ Այսինքն կան, շատ են, կան, քիչ են ու որակապես ստանդարտներին չեն համապատասխանում։ Ստանդարտներին համապատասխանում են բոլոր Ծաղկաձորի սարքած կորտերը։ Համ ավազը, համ ինչ Երևանինները No, չէ, Ծաղկաձորինը։ Երևանինը ոչ, Ծաղկաձորինը համդեղ կա բան, clay, դրսի clay, ու կա ներսի hard court։ Շատ լավն են hard court-երը, շատ ընդիր։ Մենք այտենց կորտեր Երևանում չունենք։ Իսկ որ ծածկի վրա են հայ տենիսիստները մի քիչ իրան։ Մենք միշտ ավազի վրա ենք սկսել խաղալ ու սովորել ենք ավազի վրա ու շարունակում ենք ավազի վրա։ Hard-ի վրա ինձ թվում է այդքանը չի ստացվում, որովհետև համեմատած հա շատ քիչ ունենք hard-ի կորտեր։ Դրա համար 95% պարապմունքները անցկացնում են ավազի վրա։ Մենք ընդհանրապես խոտ չունենք։ Ընդհանրապես չունենք։ Երբ էցե խաղացել ես։ Չեմ խաղացել խոտի վրա, ոչ։ Ինչ կլինի։ Խոտը արագ է, ասում են շատ։ Բայց հիմա այս վերջերս ասում են, ես չեմ խաղացել, չեմ կարող ասել, բայց այս վերջերս ինչ որ իրանք չգիտեմ ինչ են անում, տակից ինչ որ շերտ, ուրիշ ինչ որ շերտ է, որը դանդաղացնում է ընդհանուր դաշտը։ Ասում են, որ ահագին ավելի դանդաղացել է, քան այն ժամանակներ մի 10 տարի առաջ, բայց ես չեմ կարող ասել։ Այսինքն մեզ մոտ hard-ա ու ավազ, clay ու hard court։
Դա ճիշտ է ընդհանուր թենիսի զարգացնելու։ Այդ main երկու բակրիցան է, էլի, գրունտ ու hardcourt։ Բայց իրանց տարբերությունը միջազգային մրցաշարի տեսանկյունից մեր մոտ գոնե այս մակարդակում համընկնում է, թե մեզ մոտ կառուցում են այնպես այնքանով որքանով։ Տարբերություն в принципе չկա։ Բոլոր համ միջազգային մրցումները համ սրա վրա են, համ նրա վրա են։ Դու ինքդ ես ընտրում, հա, օրինակ կա գրաֆիկ շաբաթվա, միջնորодный գրաֆիկ։ Դու նայում մտնում ես, նայում ես մրցումները, ասես, օքեյ, ես հարդի վրա եմ պարապում։ Հիմա այս շաբաթ, մյուս շաբաթ կգնամ հարդի վրա կխաղամ։ Կամ նայում ես, ասես, չէ, ես գրունտի վրա եմ պարապել։ Չէ, պետքա գնամ անպայման գրունտի վրա, զայավկա էս տալի հենց կոնկրետ գրունտի վրա էլի մրցման։ Այդքան տարբերություն չկա։ Մի անհամեստ տեխնիկական հարց, չգիտեմ, գիտես թե չէ, բայց ինչի է դա կապված որակի ասում ես որ որակապես են իրանք վատը։ Մեզ մոտ հարցապատողներ լավը չկան։ Օրինակ hardcore-ը պետք է իմանաս քանի շերտ կսես, այնտեղ միայն այդ ներկը չի որ դու վրայից տեսնում ես, հա, դա տակը լիքը տարբեր շերտեր կան, որոնք եթե դու սխալ ես դնում կամ ուզում ես խնայես իրանց վրա, հա, իրանք արդեն այն չեն, ինչ որ պետք է լինեն։ Ես ես վերջերս խաղացի Լոպոտայում, Վրաստանում, մի շաբաթ առաջ երևի։ Այնտեղ այնքան իդեալնի են սարքել այդ hardcore-ը, որ սենց կանգնում ես վրան դու ես, այս ինչ լավ էր, այդպես, մելա կանգնելուց արդեն, հա, համ գույնը, то есть իրանք ամեն ինչ արել են ճիշտ, միջնորодный ստանդարտների, հա, մեր մոտ մի քիչ գլուխ են պահում, հա։ Նույն ավազի դաշտերը, կա հատուկ նույն Վրաստանում, Տել Ավիվ քաղաքում ռեկոնստրուկցիա են արել բոլոր կորտերը իրանց կլուբի ու սարքել են, բերել են Իտալիայից ավազ են բերել ու փռել են ինքը ավազել չի, ինքը փոշի է։ Ու այդ փոշին շատ է տարբերվում ավազի մեմո տուֆ աղացած տուֆ, հա, իրանք լրիվ տարբերվում են իրանցից, то есть էս ավելի էժան է, սա ավելի թանկ է, բայց սա ճիշտն է։ Հասկացա։ Ես ունեցա հաճույք եմ ստանում, երբ որ Australian Open-ի մինչև սկսում են ներկել, այդ process-ը նայելով մա գերագույն հաճույք։ Ռոլան Գարոսից առաջ որ փռում են Ես Australian Open-ի բանեշիկ եմ, բայց հա, պատկերացնում եմ։ Այդ process-ը ներկը ոնց ասես կարաքի պես։ Այո, ասես սիրուն ճիշտ է, սիրո վիդեոները ես եմ որնա, վաու։ Քեզանից ինչ սպասել քո կարիերայի այս փուլում։ Սպասել, որ չգիտեմ, ես ինձ սպասում եմ, ես ասեմ, ինչ եմ ինձ սպասում, որ ամեն խաղից մտնեմ ու այնենց կոլոսալնի կայֆ ստանամ թենիսից, ոնց որ ես հիմա եմ անում, в принципе, իմ ամեն օրը անցնում է դաշտում, բայց դա կայֆ է, որտեվ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ես համ խաղալ եմ սիրում, համ նույն պարապացնելն եմ սիրում եմ այդ ամեն ինչն եմ սիրում։ Ես սիրում եմ որ կողքից նայում, ասում ապրեսանյա ջան, բան, հա, ամեն ինչ շատ եմ սիրում, ես չգիտեմ։ Ես իրոք զգացի այդ, որ դու իրոք հաճույք ես ապրում այդ ամեն ինչից։ Երբ որ դու արձագանքում էիր քո իսկ այս վերջին ելույթին, որտեղ ու ցավոք պարտվել էիր, բայց ես զգում եմ որ դու հաճույք ես ստացել, իրոք։ Կողից նայողի համար նույն տպավորությունն է։ Բայց երբ սպասենք հաջողությունների ու հաղթանակների, ինձ թվում է նաև քեզ սնուցող լրացուցիչ մոտիվացիա կլինի նաև հաղթանակները։ Կլինի, բայց մի հատ ուրիշ տեղ խնդիր կա, ես քանի որ շատ եմ աշխատում, դա напрямую ազդում է իմ ֆիզիկական վիճակի վրա, հա։ Երբ որ բոլոր պրոֆեսիոնալ մարզիկները ավել ժամ դաշտում չեն անցկացնում, ոնց որ ես եմ անում, օրը 6-7 ժամ մի հատ աշխատում եմ, հետո ինքս եմ փորձում պարապել, հա, եւ այլն։ Այսինքն, եթե ես ուզում եմ շարունակել ինչ որ տուրնիրներ խաղալ եւ այլն, ստաբիլնա խաղալ, ոչ թե սենց որ գիտես ինչ, մի հատ գնացի, հետո բայց մի հատ կգնամ, հա, ես պետքա շատ կրճատեմ իմ գործը ու ավելացնեմ իմ կոնկրետ պարապմունքները, որովհետեւ պետքա էներգիա խնայել։ Ես չեմ խնայում այդ էներգիան, ես ամեն օր սենց կոնկրետ ինձ վիժիմաց եմ անում, հա։ Վերադառնանք Էլինա Ավանեսյանի թեմանին։ Ստացավ Հայաստանի քաղաքացիություն Իդեպ հենց այս տաղավարի շրջանակներում ասվել այդ լուրը, որ առաջին անգամ բոլորին այդպես հայտնի դարձավ եւ անցավ Սարգիս Սարգսյանին այս վերջերս։ Okay։ Ահա։ Դա ի՞նչ է տալիս մեզ։ Ռեալ, ես շատ ուրախ եմ դրա համար։ Ես հետևում եմ նրա ելույթներին։ Դա մեզ արդար լինենք։ Իրոք մի բան տալիս է, մեր թենիսին դա օգնում է։ Ես ճիշտ ասած այն մտքին եմ, որ մեր թենիսին կօգներ, եթե ինքը հենց այստեղ պարապեր Երևանում, հա, ինքը կարանար պարապերն այնց, որ մարդիկ գան նայեն այդ ամեն ինչը, այդ process-ը տեսնեն ճիշտը ոնց է, որտեվ ինքը հստակ ամեն ինչ ճիշտ է անում։ Տեսնեին ընդհանուր պարապմունքները ոնց են անցնում, ոնց է ինքը ջիմում պարապում, ոնց է ինքը
նույն ֆիզիկականը կարելի է կորտում անել, հա, որը մենք в принципе չենք անում, քիչ մասնագետներ ունենք այդ տենիսնի ՕՖՊ-ի, հա, общей физической подготовкայի, մարզիչ տենիսի, ինքը спецподготовка մենք չունենք, հա, կներես ռուսերեն եմ ասում։ Հա, ես թարգմանում եմ զուտ։ Շատ կայֆ կլիներ, որ մարդիկ դա ես դա կուզենայի տեսնել։ Այսինքն անգամ քո համար դա օգտակար կլիներ։ Անգամ իմ համար։ Իհարկե, ես հստակ հասկանում եմ, որ եթե ինքը ստեղ օրինակ պարապեր, մենք կարանք սպարինգ անեինք իրան։ Մենակ ես չէ, նույն տղաները կարային սպարինգ անեին, տեսնեին այդ մակարդակը, որտեվ աշխարհի 36 համարը այդ լրիվ ուրիշ մակարդակ է, հա, այն որ մենք չենք տեսել։ Սենց ինքը կայֆ է, մարդիկ իմանում են, որ դու Հայաստան, որտեղ է Հայաստանը, վաու, բան, մենք կգանք ձեր մոտ, բան, որպես տեն տուրիստ կամ չգիտեմ, հա, այդ ամեն ինչը շատ կայֆ է, բայց իր հետ դու շփման մեջ ես։ Ոչ, բայց ինձ թվում է մենք իրար ճանաչում ենք, էլի։ Եթե առիթ լինի, այդ հարցը կարող ես բարձրացնել։ Ինձ հետաքրքիր է ինքը ոնց կարձագանքի կամ նպատակ կա, իմաստ կա գալու իր տեսանկյունից։ Ես կարծում եմ ինքը տարվա մեջ հաստատ պլաններ ունի գալու, բայց դա լինում է պրոստը, որ գալիս է ինչ որ մաստեր կլաս, ոնց որ մենք անցկացրեցինք։ Օրինակ ես այդ մաստեր կլասը լրիվ ուրիշ ձև էի տեսնում, որ կանչեին կոնկրետ երեխեքի ինչ որ մաչ խաղայինք կամ ինչ որ point-ներ անեինք հետաքրքիր, հա, ստեղ ինչ որ մի քիչ տենց խառը ստացվեց այդ մաստեր կլասը կոնկրետ չգիտեմ դու եղել ես այդ մաստեր կլասը թե չես եղել։ То есть դա մի օր է, հա, տևում ընդհանուր ու այդքանը։ Մի օրը բան չի փոխել։ Այդ եմ ասում, հա, դες հետաքրքիր կլներ, որ ինքը ստաբիլն ստեղ պարապեր, մարդիկ ես իմը դնեմ մի կողմ, հա, փոքրերն են, փոքրերը 14-15 տարեկաններ տեսնեին ոնց է խաղում, հասկանային այդ չգիտեմ էլի, տեսնեին այդ մակարդակը։ Հիմա իրանք չեն տեսնում, իրանք տեսնում են տելևիզորով, բայց դու տելևիզորով տես բոլորի մակարդակը կարաս տեսնես էլի, հետաքրքիր է, որ դու ինքդ տեսնես, այո, այնտեղ լնես, տեսնես, հասկանաս, այս սենց հասկանաս, վաու, ինքը 5 ժամ պարապում է օրը, ես պիտի 6 ժամ պարապեմ, հա, օրինակ, որ դառնամ, հա, ինչ որ մոտիվացիա է դա շատ լավ։ Այսպես այդ մոտիվացիան մի քիչ չի լինում։ Նայ, կողքից նայողի համար սպորտասեր մարդու համար ով կողքից է նայում տենիսին։ Տենիսի աշխարհում տեսնում է անուններ ու պարբերաբար, հա, մեծ ավարտի մրցաշարեր են։ Կարեն Խաչանովին գնում են երկրպագելու Հայաստանի դրոշներով, մանավանդ Ավստրալիայում։ Ինտենսիվ խոսվում է դրա մասին, բայց ոչ մի հայկականություն այդտեղ չկա, կա ոնց որ sense մարդիկ ովքեր որ մեր դեսպաններն են, տենիսում անվանապես տենց են անվանում, պայմանականորեն։ Բայց այդ սպորտը ոնց որ մեր երկրի սահմանների հարևանությամբ գոյություն ունի, բայց ոչ Հայաստանում։ Հենց այդպես է այդ։ Ու դա չի փոփոխվում։ Չգիտեմ ճիշտ ինչա պետք փոխել։ Չնայած առաջինը ասում եմ ինչն է պետք փոխել։ Պետքա կանչել իրանց այստեղ։ Ինչ որ մի հետարքիր իվենթներ կազմակերպել, խաղալ, չգիտեմ, պարապել, հա, ոչ թե այտենց որ անունը դնել, որ այս մարդն է, խաղում է, գնանք այնտեղ նույն քո Ավստրալիան ասածը, հա, այնտեղ նայենք, վաու, բրավո, բրծավ ամեն ինչը դրանով, հա։ Don't know։ Իսկ մեծ տենիսի աշխարհի որևէ ներկայացուցիչ ու մեջ շփման մեջ ես, ինքը կամ նրանց ովքեր որ դու ճանաչում ես։ Հայաստանը որպես տենիսի աշխարհի երկիր են ընկալում, թե տենց Անիջան դու որտեղից ես։ Մոտավոր Անիջան, այո, հենց այդպես է, Անիջան դու որտեղից ես։ Կամար ցավալի չի։ Ցավալի է, բայց к сожалению это։ Բայց ես փորձել եմ միշտ, ես էլ որ խաղում էի, հայկական դրոշը պահել, պատմել Հայաստանի մասին, հա, էսենց։ Պրոֆեսիոնալ մարզիկի համար ուզում հասկանամ, էդի որքանով է վիրավորական կամ չգիտեմ, ամոթալի կամ թե մեկա, ասենք, հա, ինչ։ Չեն ճանաչում։ Չգիտեն, չէ, դե վիրավորական էլ չի, բայց տխրում ես որ չգիտեն էլի քո երկրի մասին, բայց в принципе պատմում ես, հասկացնում ես որ շատ լավ երկիր է, շատ գեղեցիկ երկիր է, ֆոտոներն ես ցույց տալիս, տես կասկադն է։ Արի, ստե կոֆե կխմենք։ Տենիսի թեմայի շուրջ զրույցը կարող է շարունակենք, բայց ես քո հետ ցանկանում եմ խոսալ մեկ այլ թեմայի մասին, որը որ երևի բոլոր սպորտերի ֆունդամենտն է։ Ատլետիկայի մասնավորապես վազքի մասին, որովհետև գիտեմ որ դու սիրել ես, իմ հետ էլ ես վազել, իրարետ ենք վազել, մրցել ենք անգամ։ Մի հատ բացատրի ինչու ես դու սիրում վազքը։ Կամ արդյոք սիրում ես թե տիպ արտադրված։ Ասեմ ձեզ, երբ որ ես իմ բուդուշի ամուսնու հետ ծանոթացա, ինքը ամեն օր գնում էր վազելու։ Ու ինքը եկել էր այդ վաղ Բերլինի մարաթոնից։ Ես շատ լավ հիշում եմ, մի օր առաջ եկել էր ու պատմում էր ինձ, որ վազքը ինչքան լավն է, բան եւ այլն, ես էլ որպես արդեն մարզիկ, հա, ես պրոֆեսիոնալ մարզիկ, պրոստը երկար distance running-ը տենիսիստի համար այդքան լավ չի, հա, ինքը այդպես դդմեցնող է։ Տենիսիստը как раз պետք է ունենա այդ ռիսկը, արագացումները, հա, ու մենք դուրս ենք գալի 5 կիլոմետր կարող է լինի, այտենց, չգիտեմ, կես ժամ, 25 րոպե վազում ենք։
Հետո արդեն որ ամուսնացանք, մենք տեղափոխվեցինք, երբ որ ես հղի էի այդ ժամանակ, առաջին երեխայով, որ տնից դուրս գամ ու ինչ որ մի հետարքիր action լինի, հա, ես դուրս եի գալի վազելու։ Ու ուղեղս անջատվում էր ամեն ինչից, ինչ որ մուզիկա էի դնում ու սենց պրոստը անջատված վազում էի։ Դե այդքան այտենց վազեցի ու շատ սկսեցի սիրել երեխա ունենալուց հետո, որովհետև ուժը լինում է տան, հա, երեխային մե խառը, վայ ճաշը վառվեց, վայ կոֆեն տապեց, ասես մի հատ դուրս գամ զրոյանամ։ Ու դա այնքան լավ էր զրոյացնում, որ ես որոշեցի մարաթոնների պատրաստեմ ու տենց 2 հատ մարաթոն եմ վազել։ Փարիզի մարաթոնը 3:51 եմ վազել ու վազել եմ trail marathon 100 miles of Istria 45 կիլոմետր։ Ես վազի 49 ուլտրա եմ վազել, հա։ Ու եկա 259-ից 9-րդն եմ եկել աղջիկներից 4 ժամ 55 րոպե։ Կարանք ասենք որ դի սպորտում քո ամենա շատ լավ նվաճում էր, իմ համար շատ կարևոր նվաճում էր։ Այդ մեդալը հիմա որտեղ է։ Մեդալը հիմա տունն է, կախած է։ Ինքը թենիսի մեդալների հավասարա թե ավելի բարձր։ Իմ ու ամուսուս մեդալների հետ սենց սիրուն կախած է։ Ընդհանրապես ոնց է սենց սիմվոլներին սպորտային վերաբերվում, այսինքն տունը ինչ որ լուրջ, տենց ամուսինը դա դրանով զբաղվում թե դու էլ ես օրինակ, սենց պետքա դնենք, կախենք, սենց մի հատ ռամկա կա։ Չէ, ես ճիշտ ասած ամուսինս է դրանով զբաղվում, ես չէ։ Ար, կողքի ոնց արմարը։ Դու չեկա։ Հոգնած եմ լինում Բայց շատ անգամ։ դու ընդունում ես ինքը ոնց է այդ ամենը ձևակերպ։ Հա, ես շատ թեթև եմ այդ արմով։ Թե իրանները թե քոնը դու վստահում ես ամուսնուդ։ Այո։ Մենք տունը Երևան մարաթոնից գնաց, մի հատ sense փայտի սիրուն բան ունենք, հաստատ տեսած կլինես, որ վրան կախում են այդ մեդալները։ Ու բոլորս sense մեդալները կախում էինք վրան։ Աղջիկս է 1 կիլոմետրի ունի այդպես մեդալի։ Քո մեդալներն է շատ թե ամուսնուն։ Իմ, իհարկե։ Լավ, իսկ լավ, այդ տեսանկյունից, ուրեմն ամուսինը շարունակում է վազել։ Այո։ Ինչի է պատրաստվում։ Լոնդոնին էր զայվ կատվել մյուս տարվա, բայց չգիտեմ դեռ լոտարի է։ Տեսել ես դիմումների քանակը։ Տեսել եմ դիմումների։ 1,100,000։ Այո, տեսել եմ։ Իսկ ես օրինակ չգիտեմ, քանի սինկ թույլ կտան մասնակցել։ Ամեն տարի ամուսինս Բերլինն է վազում։ Ինք շատ ասում Բերլինի մարաթոնը։ Բայց որ տոկոսին են թողնում, այսինքն մի 100,000, 200,000։ Թիմին են թողնում, այնտեղ կա որ մի քանի հոգով գրանցում ես, շատ ավելի մեծ է հնարավորությունը լոտարեան հաղթելու, քան երբ որ դու սինգլ ես գրանցվում։ Չգիտեմ ինչի է դա այդ կապված, բայց դա տենց է։ Ամուսնուդ լավագույն արդյունքը 4:01, եթե չեմ սխալվում։ Ահա, ինքն էլ տենց 3 ժամի նպատակ ունի, ոնց հասկանում եմ։ 4-ից իջնելու։ Հա։ Երբ քեզ տեսնենք վազքի Երևանյան մրցումներում մրցաշարերում։ Ճիշտ ասած, մի տարի է երևի, թե 2 տարի է, խնդիր ունեմ շատ երկար վազելուց ծունկս է սկսում ցավել։ Ու չեմ կարողանում վազել։ Իմ ամենահիմա երկար վազքը, որ ես կարող եմ անել, դա 6-7 կիլոմետրն է։ Դրանից հետո արդեն ինքը սկսում է ցավել ու ես չեմ վազում։ Իսկ տեղյակ ես ինչա կոնկրետ թե պարզապես ցավ ես զգում եւ չես զգում իր վրա ցավը։ Տեղյակ եմ ու պետքա զբաղվեմ այդ դրանով, այս մկանային ցավը, որտեղ ծնկի մեջ կպնում է իրար, դա մեջա տեղ սկսում է ցավել, էլի։ Ինչ անել առհասարակ, որպեսի հայ հասարակությունը դառնա ավելի սպորտային, որովհետեւ եթե ազնիվ լինեմ, ես կարծում եմ, որ մենք այդքան մեր սպորտային ազգ չենք։ Ասեմ ձեզ, այս մոտ 4-5 տարվա ընթացքում լիքը բան է փոխվել։ Դու առավոտները ժամը 7-ին քաղաքում եղել ես։ Տեսես ինչքան մարդ է վազում։ Ես առավոտ ժամը 7-ին զարթնում եմ, որ 8-ին երեխաներից տանեմ մանկապարտեզ։ Okay, ուրեմն դու չես եղել քաղաքում ժամը 7-ին։ Չէ, ես նայում եմ հատնտի տեսնում եմ վազողների, բայց նրանք հայ չեն, ակնհայտ զգացվում է։ Չէ, Tri Club-ի թիմը օրինակ որ մենք որում վազել ենք, իմ համար դժվար է իրանց միանալը վերստին նորից, որ երևի տարի 20 արդեն։ Դա ладно, չէ։ Չգիտեմ, դժվարանում եմ արտանալ։ Okay, արտանալ հա, դա խնդիր է իսկապես, բայց առավոտը լիքը վազորդներ կան դուրսը։ Ես ամեն օր գնում եմ զավտրկիս հետևից, գնում եմ ապերիտիվով, տեսնում որ լիքը մարդ է վազում, կապ չունի դա լիքը հայերեն են վազում, ես չեմ ասի որ միայն ռուսներ են վազում։ Մարդիկ ես տեսնում որ զբաղվում են, իրանցով զբաղվում են նույնիսկ երեկոյան ժամերի դուրսը կտեսնես մարդկանց վազելուց։ Դու չգիտեմ նկատել ես թե չէ։ Չէ, ես նկատում եմ, ճիշտ ինձ հասկացի, ես հայմատության մեջ եմ ասում։ Այո, ես այդ աճը տեսնում եմ։ Ինքս ինձ վրա եմ տեսնում, ինձ հարցեր են գրում, շատ հաճելի է։ Որտեղ վազել, ինչ անել, ես սխալ եմ անում թե ճիշտ եմ անում։ Ես մեկ-մեկ ասում եմ, որ դա արդեն է մակարդակն է, որ ես չեմ կարող ուշեմ, որովհետև ճիշտ չի։ Բայց կա օրինակ Tri Club-ը, էս կա, այն կա։
բայց այդ համեմատությունը, որ ասում մենք այդքան մեզ մոտ այդքան շատ չի, համեմատությամբ եվրոպական երկրների մաս, որովհետև այնտեղ դուրս ես գալի մեկ էլ ավելի շատ ինֆրաստրուկտուրա չկա դրա, կներես, որովհետև մենք նորմալ պարկ չունենք վազելու։ Դու Գերմանիայում այդ դարոշկաները տեսել ես, անծայրածիր դարոշկեք են, խնդրում եմ, վազիր ինչքան ուզում ես, մի քաղաքից մյուս քաղաք վազի։ Մեր մոտ չկա դա։ Դաժե պարկ չունենք նորմալ, որտեղ կարանք վազենք։ Այդ ջրվեժի պարկ են մերոն գնում վազում, հա, որտեղ այնտեղ մաքուր օդ է եւ ինչ որ տրեյլ տեղ կա վազելու։ Դրա համար Եթե պարկերը շատացնեն, դարոշկաները քաղաքում շատացնեն, ինչ-որ մի բան փորձեն անեն սպորտի համար, սպորտը կզարգանա։ Ոչ սպորտը կզարգանա, այլ մարդիկ կուզենան զբաղվեն, որտեվ իրանք կտեսնեն, վաու, ինչ սիրուն է, հա, պարկ է, դարոշկաներով, կասեն, վախ, ինչ սիրուն է։ Նույն այդ օղակաձև այգին որ կա։ Հիմա եթե պատկերացա ամբողջ օղակաձև այգիով, ասեն սիրուն վազքի դարոշկաներ գծեին, մարդիկ չէին վազի, քեզ թվում է։ Մենք հաստատ կվազենք, ես ունենք կվազենք։ Բայց բոլորը շատերը կուզենային։ Հստակ ես տեսնում եմ դա, որ մարդիկ տեսնեն այդ կայֆը, հա, այդ որ ինչ սիրուն է, կանաչ է, դարոշկա է, բոլորը կուզենան վազեն։ Կասեն ինչի՞ չէ։ Պրոստը չեն տեսնում, դա ասում են դե լավ, մենք տենստեն կոֆե խմենք, չկա։ Ես գիտես քո մեջ նաև այդ հետաքրքիր կողմ եմ տեսնում, որը կարծում եմ պարտադրել է քեզ, որ այդ մութ անկյունները փակես։ Քանի որ դու շատ ակտիվ ես սոցիալական ցանցերում, դու տեսնում ես մարդկանց ցանկությունը, բայց կան նաև շատ մարզիկներ, որոնք որ պարփակված աշխարհ են իրancis ներկայացնում։ Իրանք են իրանց սպորտը, որևէ բան չեն անում, չգիտեմ, դա մեղադրելու էլ չի, բայց իրանք սպորտի մասսայականացման հարցում որևէ ներդրում չունեն։ Դու դրա հակասությունն ես։ Ու քեզ թվում է, որ շատ են մարդիկ, որովհետև բոլորը քեզ մոտ են գալիս, իսկ դա իրականում այն պատճառով է, նրանով է պայմանավորված, որ ուրիշները ակտիվ չեն։ Դու չես զգում, որ հայ մարզիկները շատ պարփակված աշխարհ են։ Ես այդ անկյունից չեմ նայել դրան։ Չեմ նայել, որովհետև իմ ակրուժենյան ընդհանուր շատեր սպորտային են։ Հենց կոնկրետ իմ ակրուժենիա, չեմ ասում մի քանի հոգու մասին, ես ընդհանուր մեծ ակրուժենիայի մասին եմ ասում։ Ինստագրամում դու ակտիվ ես, շատ ակտիվ ես, շատ հաճելի է։ Քեզ գրում են պարզապես որպես մարզիկի, թե փորձում են նմանակեն, օրինակ հարցում են որտեղ կարող ենք վազել, ինչ կարող ենք անենք, ինչ ես խորհուրդ։ Թենիսի համար են շատ հարցեր տալիս, բայց շատերը ուզում են պրոստը գան պարապեն կամ իմ մոտ գան կամ պրոստը գան թենիս խաղան, հա։ Հարցրել են քանի անգամ, ինչ ռակետա պետք, չեմ ինչ բոթասա պետք, վազքի համար են շատ անգամ հարցրել։ Եղել է, բայց չեմ ասի, որ այդ տենց մարդիկ շատ են, չեմ ասի դա։ Ամենահակասպորտային հարցը որ տվել են որն է։ Որևսիմ նող չկա։ Այդ հարցումները բան են, չէ՞, ամեն երկրորդը տենց է։ Request-ը hidden request-ի մեջ են բոլորը։ Էի մտնում ես այդտեղ ինչ է կատարվում։ Ավելավա չմտնեմ։ Մտնում ես ջնջելու համար։ Մտնում եմ ջնջելու համար, այո։ Չէ, չեմ կարող հիշեմ հիմա ճիշտն ասած։ Տենց ինչ որ մի հետաքրքիր մի բան։ Չեմ գա։ Օրինակ ինձ եղել է, որ մեկը գրել է, ասել է ես սպորտ սիրում եմ, ուզում եմ վազեմ, բայց ինձ ասել են, որ էդի ոսկորները մաշում են։ Չէ, ինձ տես բան չեն գրել։ Ու ես ինձ ճակատս բռնեցի, ինչ ես։ Oh my god։ Չէ, բայց լուրջ այդ մարդը իրոք հավատում էր։ Իմ մոտ տպավորություն էր, որ անգամ ինքը գրում է, որպեսզի ես հաստատեմ իր այդ թեզը։ Ես չգիտեմ, ինքը իդեպ հիմնավորում էր, ասում է ինձ ծանոթ մարդ է ասել, որ բժիշկ է։ Ու ես հեշտ չեմ զարմանա իդեպ որ բժիշկները տեսնին, որովհետև ինձ օրինակ եղել է ասել են, որ դե դի ոդքերիդ վնաս է։ Հա, այդ պապայական ինչ-որ sense բան է, էլի։ Մի վազի վազքը սրտին վնաս է կամ չգիտեմ, թենիսը բան է, մի ուսը ծուր է, երբ որ թենիսը աղջիկը թենիսը աղջիկա բան չի, որտեվ ման մի ուսը ծուր է, ես Հա, դա նորություն է։ Կստացի, տենց ասել են, այդ տենց եղել։ Ասում է, ես չեմ ուզում ասում պարապեն, Իսուսս ասում ասենց մեծանում, ասում եմ ինձ կնայես։ Իմ ծուռը։ Չէ։ Իսկ տես թեզերին չպետքա պրոֆեսիոնալ մարզիկները պատասխանեն։ Այ որ իրանք ակտիվ լինեին, տես հիմար թեզերը պրոստը պատասխան կստանային միանգամից իրան։ Համաձայն եմ, շատերը այդքան ակտիվ չեն, մարզիկները պրոֆեսիոնալ, в принципе даже ոչ պրոֆեսիոնալ մարզիկները, նույն մարզիչները, որոնք ինչ որ հետաքրքիր երեխեքի են պարապացնում կամ բան, որ շատ ինֆո գցեն ընդհանուր այդ ամեն ինչի մասին, երևի մարդկանց տեղ կհասնի, որ սպորտը լավ բան է։ Պետք է զբաղվել։ Ընդհանուր առմամբ հայկական իրականությունում որքանով է վերջին տարիներին իրավիճակ փոխվել նաև թենիսի լուսաբանման տեսանկյունից, չգիտեմ, ինչ որ տեղաշարժեր կա, դու ինքդ երևի ավելի լավ մոնիտորինգ կանես։ Ասեցի հենց ամենասկզբից որ խոսացինք, որ տենց մի քանի մարզիկ հիմա արդեն կա, որոնց տեսնում ես, որոնց պոտենցիալ տեսնում ես, կար ժամանակ, որ պոտենցիալ
չկար ոչ մեկի մոտ, հա, դու չէիր հասկանում, որը կդառնա, որը չի դառնա։ Հիմա մի քանիսի մոտ ահագին երևում է այդ պոտենցիալը։ Պրոստը դա պետքա ճիշտ զարգացնել։ Իդեպ ես այդ տեսանկյունից ես պրոֆեսիոնալների մասին եմ ասում, կներես էլ, ես լուբիցիլների մասին ասի, որ ահագին աճել է ընդհանուր թիվը խաղացողների։ Օրինակ մեր գործընկերներ ասեմ, հա, երևի թե մեր դաշտում ավելացել է սպորտային հեռուստաալիք, իր սաբ հեռուստաալիքներով, հա, եւ այնտեղ բարբերաբար արդեն ցույց են տալիս մեծ մրցաշարեր թենիսի։ Իդեպ նաև նրանք ֆիլմ են արել Կարեն Խաչանովի հետ, որը պատրաստել է Նոբել Արոստամյան։ Օրինակ դու չես նայել։ Չեմ իմացել նույնիսկ մասին։ Խորհուրդ եմ տալի նայել, շատ հետաքրքիր է։ Այս վերջերս Netflix-ով նայել եմ, կներես Ալկարազի մասին մի քանի սերա ֆիլմը։ Հա, ես էի ուզում ասել, որ ինքը մի քանի էպիզոդից է։ Ես գիտեի դրա մասին, բայց չեմ նայել ազնվությամբ, բայց օրինակ նույն վերադառնալով իմ ասած թեմային, հա, կրկին արտաքին աշխարհի թենիսի մասին է։ Թվում է հայ մարդը պետքա նայի արտաքին աշխարհի։ Բայց չի կարա լինի, եթե այդ հայ մարդը, տրված հայ մարդը Տխաչյանովի մասին է, չէ՞, չի եղել ընդհանուր Հայաստանում կամ եկել է մի 2 օրով ու անցկացել է ինչ որ մի հատ մաստեր կլաս ու դրանով ավարտվել է ամեն ինչ։ Դրա համար արտաքին աշխարհի մասին է, ոչ թե ներքին։ Չես կարծում, որ նման ֆիլմերը դա անգամ կարող են ի վնաս թենիսին աշխատել, որ ապացույց լինեն նրա, որ դե հա դե թենիսը դի դրսում Հայաստանից դուրս է Հայաստանում է։ Չէ, վնաս չի կարա տա, բայց այդ գործոնը կա, որ ինչի էլի այնտեղ ոչ թե ստեղ։ Իսկ ձեզ մոտ առաջին անգամ որ գալիս են, ինչպիսի մտավախություններով են գալիս։ Այ ինչ դու կարաս հենց հիմա կարծրատիպ կոտրես, ասես որ բոլորը տեսնում են Instagram-ի ստորիները, որտեղ ես խաղում եմ, ես տենց վազում եմ այս կոմենտում, բոլորին թվում է որ կան իրանք չեն ձգի հեսա, հա։ Վայ, բամ, ես թույլ եմ, չէ, ես 2 հատ խփեմ, հաստատ հոգնելու եմ։ Ահա։ Մի րոպե, ժողովուրդ, հա։ Քչից ապեց սկսել, ասում ես չեմ դնելու ձեզ հիմա վազացնեմ, հա։ Ու առաջին պարապմունքը որ գալիս են, արդեն հասկանում են, հա, ճիշտ տեխնիկա ենք սովորացնում, մի քիչ ավելի դանդաղ, բազովի, ավելի կանգնած, հա, չեմ վազացնում այդքան մարդկանց։ Արդեն 3-4 պարապմունքից, որ գիտեմ ստաբիլ գալու են, սկսում են վազատել։ Այսինքն վազքը սկսում է 3-4 իմացեք։ Հասկացա։ Այո։ Իսկ լավ, այլ վախեր կան, որոնք որ վերաբերում են միայն կանանց։ Չի եղել այտենց ինչ որ մի խնդիր, որոնց վախ չի եղել ոչ մի կնոջ մեջ, որ եկել է իմ մոտ։ Չի եղել այտենց։ Կամ ծնողի երևի թե ավելի շատ։ Ճիշտ ասած իմ մոտ կոնկրետ իմ մոտ շատ ավելի լուբիցիլներ են պարապում, չգիտեմ ինչա այտենց ստացվել, հա, քան ինչ որ երեխեք։ Ես ավելի շատ մեծերի հետ եմ պարապում։ Հենց կոնկրետ աղջիկների հետ վերաբերալ չի եղել այտենց ինչ որ հարց, որ ինձ կան, ասեն, գիտեք, ես sense վախենում եմ, որ sense կարա լինի, չի եղել այդպիսի բան։ Այսինքն մեծ հաշվով պարզապես իրանց քանակն ու որակն է քիչ, հա, մեր Հայաստանի համար թե ըստ քեզ շատ է ցանկացողների ովքեր որ, հա, թե լյուբիցիլների, թե նրանց ովքեր որ ցանկանում են պրոֆեսիոնալ զբաղվել։ Ցանկանում են պրոֆեսիոնալ զբաղվեն, մի քիչ տենց բան է ասված էլի, որտեղ եթե պրոֆեսիոնալ ուզում զբաղվես, դու պետք է զբաղվես 7 տարեկանից։ Հա, դու չես կարող գաս 20 տարեկան, ասես ես ուզում եմ պրոֆեսիոնալ զբաղվեմ։ Թենիսը պրոֆեսիոնալ եթե ուզում ես զբաղվես, 7-ը հիմա արդեն քո մաքսիմումն է։ Այն վաղ 8-ոտ էր, ես 8-ից եմ մոտավոր սկսել, հա։ Հիմա ահագին իջել եմ 6-7, դու արդեն պիտի նես նորմալ մակարդակի խաղաս։ Հիմա լրիվ փոխվել է այդ ամեն ինչը։ Դրա համար մեծ տարիքում մարդիկ որ գալիս են, առաջին իրենց բացատրում դուք սիրողական կարաք խաղաք։ Պրիտոմ իրանք ասում քանի պարապմունք 1 2 3 ասում եմ տարի 2 3, օքեյ։ Հա, բայց տենց պրոֆեսիոնալ անհնար է դառնալ, էլի մեծ տարիքում։ Եվ եզրափակիչ մտքերը երևի թե դու ինչ ես ցանկանում տեսնել գալիք տարիների ընթացքում հայկական թենիսում։ Այն ինչ կուզենայի որ փոխվեր։ Ես կուզենայի որ մենք ունենանք ոչ թե կոմերցիոն կլուբ, հա, այլ ունենանք ակադեմիա թենիսի, ունենանք դպրոց, հա, կամ ինչ-որ ակադեմիա օրինակ ոնց որ դուրս են անում, հա, ակադեմիայի մեջ երբ որ ստաբիլ դու գալիս ես առավոտ երեխային թողնում ես, դու գիտես երեխան կերած, խմած, պարապած, 2 անգամ պարապած, ֆիզիոն ժամանակին արված, հա, երեկոյան դու երեխություն վերցում ես, տանում ես տուն, ինքը քնում հանգստանում է եւ այլն, հա, այդ ակադեմիաներն են տենց աշխատում ընդհանուր բոլոր։ Ես շատ կուզենայի, որ մենք փորձենք այդ կուլտուրան, հա, ակադեմիա երեխուն տանելու ունենանք։ Ես հուսամ որ կարող է ստացվի։ Ինչի մասին է, որ տենց առանձին պատրաստում են, թե իրանք կից են գործում ինչ որ այլ սպորտաձևերի էլ։
Ասենք ինչ-որ մեծ հենց թենիսի կոնկրետ ու կարող է ինչ-որ չեմ ամիսը մեկ որպես ֆան падel խաղան, հա, Իսպանիայում շատ հայտնի է падel-ը ու նույն թենիսի կլուբում կա падel, просто որ քո երեխեքի համար разнообразие լինի, ժամանցա դա։ Բայց շատ հետաքրքիր բան է, որ դու երեխուդ տանում ես, դու գիտես որ հանգիստ հայերի հայ ծնողները մի քիչ ուրիշ տրամադրվածություն ունեն, հա, գլխին կանգնելու երեխեք։ Մի հատ տես թեթև գոռալ, մի բան ասել, խառնվել անպայման, չի չխառնվել, հա։ Հայաստան բոլոր մարզաձևերում այդպես, օրինակ ֆուտբոլում է։ Բայց դա չպիտի լինի, չէ, դու պիտի իմանաս, որ դու շատ լավ quality Մերսի շատ։ Որակով մարզիչների մոտ ես տանում երեխուն, դու հանգիստ ես, դու գնում ես քո գործերով, երեխան զբաղվում է իր գործով։ Okay, չի նշանակում, որ դու երեխուն պրոստը թողում ես ու գնում ես։ Դու էլի կարաս գաս, նայես իր պարապմունքները, հա, բայց չխառնվես պարապմունքներին։ Այլ թողես երեխան անի իր գործը։ Իսկ քո մոտ կա հիմա տենց նշաններ կան մարդիկ, որ ծնողներ կամ Չէ, հարցը իմ մոտ չի, պետքա ընդհանուր մի քանի մարզիչներով, հա, մի քանի ասած եւ մի 10 մարզիչով, հա, այդ ակադեմիան բացել։ Ակադեմիան մի հոգին չի կարա բացի, պետքա ունենաս լիքը լավ մարզիչներ ու մի մարզիչի մոտ պարապելն էլ բան, ակադեմիան տենց չի աշխատում, տարբեր մարզիչների մոտ են պարապում։ Ամեն մեկը իր ինչ որ մի մասնիկը տալիս է երեխուն, էլ դա տենց է աշխատում։ Լավ, դա հայկական թենիսի Ես դա կուզենայի շատ տեսնել, այո, 2-3 տարվա ընթացքում։ Իսկ 2-3 տարվա ընթացքում դու քո պրոֆեսիոնալ կարիերայում ինչ ես ուզում տեսնել։ Շատ մրցաշարեր, հաղթանակներ։ Ես կուզենայի շատ մրցաշարերի մասնակցել։ Ես շատ կուզենայի, բայց չգիտեմ, դա հնարավոր է թե չէ։ Համ ֆինանսապես, համ ընդհանուր հա կյանքի հետ կապված, երեխաների հետ կապված տունտեղ մի քիչ խառն է էլի։ Իսկ քո մոտ գնացել է, նու եթե sense կոպիտ ձևակերպենք, դու ինչ որ բարձունքում ես եղել, իջել է ինչ որ շրջան, երեխաներ, ընտանիք եւ այլն, դու կարաս ավելի բարձր ցածկես քո հասածից, թե Գիտեք ինչ, երբ որ թենիսը քո համար պրիորիտետ է, պրիորիտետ համար առաջին, դու շատ լարված ես միշտ խաղում, հա, դա մեծ ճնշում է, որ դու թենիսով ես զբաղվում, դու միայն թենիսով ես զբաղվում, դա կողքից էլ է ահագին, հա, մեծ ճնշում է դա, որ լիքը փող են քո վրա ներդնում, դու պիտի լավ խաղաս, որ անպայման պարտավորված ես ու դա շատ մեծ ճնշում է։ Հիմա իմ մոտ այդ ճնշումը չկա, որովհետև ես խաղում եմ իմ կայֆի համար։ Դրա համար շատ հնարավոր է թռնել ավելի բարձր, քան ես կայի։ Ես քեզ ցանկանում եմ սրտանց։ Մերսի։ Որ Արարատին նմանվի էլի, ինչքան բարձր լինի, այնքան ավելի լավ, եւ հուսամ, որ այդ բոլոր հաջողությունները մենք կտեսնենք Instagram-ում, Facebook-ում ամենտեղ։ Այո։ Լիքը մարդիկ կլինեն, ովքեր որ կնայեն այդ հաջողությունները, կտեսնեն։ Ուզում եմ, որ մի օր էլ հետ Էլինայի հետ մրցես։ Չգիտեմ, փորձարկես տեսնես ինքը իրոք համապատասխան։ Շատ հետաքրքիր կլիներ խաղալը, այո, շատ հետաքրքիր։ Մաղթում այդ ամենը եւ ես ցանկանում եմ, որ ինչ որ մի հատ հաջողություն շատ գլոբալ մեծ քո ասածներից կամ մյուս ինչ որ լինի թենիսի աշխարհում, տես ցնցի հայկական թենիսի աշխարհը, մենք գանք էլի քննարկենք։ Համաձայն ես։ Այո, այո։ Պայմանավորեցինք։ Շնորհակալություն, որ եկար։ Քեզ մերսի, ապրես։